Մի վստահեք ձեր ընկերուհիներին ոչ մի վայրկյան։ Կամ ընկերուհիս վերցրել էր իմ Instagram-ի password-ը եւ 2 ամիս ուղակի եղել է իմ էջում, եւ ես դրա մասին չեմ իմացել։ Օրերից մի օր, երբ մենք կրկին մեր տանն էինք, իմ ընկերուհին խնդրեց իմ հեռախոսը, որպեսզի զանգ կատարի իր մայրիկին։ Դե ես էլ տվեցի հեռախոսս, որ ինքը զանգի իր մայրիկին, մինչդեռ ես իմ կոշիկներն էի դասավորում։ Մեր սիրունը որոշում է, որ իր հեռախոսով պետք է մուտք գործի իմ Instagram եւ քանի որ նա չգիտի իմ գաղտնաբառը, պետք է ուղարկի կոդ իմ հեռախոսը համարին եւ ըստ դրա մուտք գործի իմ Instagram-յան էջ։ Ջնջում է հաղորդագրությունը եւ ջնջում է Instagram-ի уведомления։ Ես էլ բանից անտեղյակ ուղղակի շարունակում եմ ապրել։ Բարից մի օր նկատում եմ, որ իմ Instagram-ի նամակները, որոնք եկել էին, իրոք բացված էին արդեն։ Սթորիները նայված էին։ Ինչ որ էջեր էին պոիսկ տված եղել անծանոթ մարդկանց։ Մտածում եմ, հաստատ ես եմ բացել, հաստատ ես եմ նայել ու մոռացել եմ։ Նման կերպ շարունակվում է այնքան, մինչև ես նամակներ եմ տեսնում, որ իմ անունից, իմ էջից գնացել են ուրիշ մարդկանց։ Մի օր առավոտյան զարթնում եմ եւ տեսնում եմ ինչ որ տղայի նամակ է գնացել բլոկից հանի ու իմ ընկերուհու էջը։ Այն հարցին թե ես ինչա կատարվում, ինքը պատասխանում է, հենց հիմա ուղեղս շատ խառն է, լիքը խնդիրներ ունեմ, հետո կբացատրեմ։ Դե ես էլ շատ լավն եմ, չէ՞։ Նստում ու սպասում եմ։ Առանց էջի պարոլը փոխելու։ Մեկ էլ հոп ինձ իմ էջից դուրս է գցում։ Իմ էջի պարոլն իմ ընկերուհին փոխել էր։ Դե իհարկե էջս վերականգնեցի հետ բերեցի, բայց այ ընկերությունը չվերականգնեցի ու չեմ էլ վերականգնելու այդ մարդու հետ։ Այս վիդեո ուղերձ էր, որպեսզի դուք հասկանաք, որ ձեր ընկերուհուն ոչինչ վստահել պետք չի։ Հետո փոշմանելու եք։ Այսօր չէ, բայց տարիներ հետո հաստատ փոշմանելու եք։